Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող Արթուր Ավետիսյանի մահվան դեպքով քննչական կոմիտեում քրեական վարույթ է հարուցվել։ Մարտական հերթապահության կամ մարտական ծառայության ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Սահմանապահ զորքերի զինծառայող Արթուր Ավետիսյանը 19 տարեկան էր, ծառայում էր Սյունիքում։ Նրա մահվան մասին ՀԱԾ-ն հայտնեց ապրիլի 25-ին, նշելով, որ պատճառը իրեն ամրակցված ինքնաձիգից ստացած հրազենային վնասվածքն է։ Նշենք, որ 2025 թվականի ընթացքում սա ոչ մարտական պայմաններում զինծառայողի մահվան երրորդ դեպքն է։ 107 նամակ 107 падգամավորների Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար նախաձեռնողը Արթուն ենք շարժումն է։ Շարժման անդամները Փաշինյանին խելամիտ ժամկետում իմփիչմենտ նախաձեռնելու առաջարկով ազգային ժողովի նամակների բաժին են հանձնել 107 падգամավորներին ուղղված անհատական նամակներ։ Շարժման ներկայացուցիչները նշել են նաև, որ փորձելու են խորհրդատվական հանդիպումներ ունենալ 3 նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ՀՅԴ ներկայացուցիչների հետ։ Ռուսական զորքերը մայիսի 8-ի կեսգիշերից մինչև մայիսի 11-ի կեսգիշերը կդադարեցնեն բոլոր ռազմական գործողությունները ի պատիվ հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության հաղթանակի 80-ամյակի, հայտնում է Կրեմլը։ Որոշումը կայացրել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Միաժամանակ նշվում է, որ եթե հրադադարը խախտվի ուկրաինական կողմից, Ռուսաստանի զինված ուժերը համարժեք եւ արդյունավետ պատասխան կտան։ Մինչ այս էլ Պուտինը հայտարարել էր զատկի հրադադարի մասին, սակայն Մոսկվան ու Կիևը միմյանց մեղադրեցին այն բազմիցս խախտելու մեջ։ Ուկրաինայի չեզոք ոչ դաշնակցային կարգավիճակը եւ Կիևի ռեժիմի հետևանքների հաղթահարումը ուկրաինական հակամարտության կարգավորման պայմաններն են, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Պաշտոնյան կարգավորման մեկ այլ պարտադիր պայման է անվանել հակառուսական պատժամիջոցների վերացումն ու Ռուսաստանի ինքնիշխանության միջազգային ճանաչումը Ղրիմի, Դոնեցկի եւ Լուգանսկի, Զապորոժիեի եւ Խերսոնի շրջանների նկատմամբ։ Մոսկվան նաեւ պահանջում է հուսալի երաշխիքներ տրամադրել այն վտանգների դեմ, որոնք բխում են ՆԱՏՕ-ից, Եվրամիությունից եւ առանձին պետություններից, որոնք գտնվում են Ռուսաստանի արևմտյան սահմանների մոտ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարք կկնքվի, մենք ինչ-որ բան կունենանք եւ ստիպված չենք լինի ամենտեղ ռումբեր նետել, ասել է նա լրագրողների հետ ճեպազրույցում։ Օմանում ապրիլի 26-ին տեղի է ունեցել միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը, հաջորդ հանդիպումը կկայանա մայիսի 3-ին։ Վատիկանը փակել է Սիքստինյան կապելլան կոնկլավի նախապատրաստական աշխատանքները սկսելու համար։ Այդ ընթացքում աշխարհի տարբեր ծայրերից կաթոլիկ կարդինալները պետք է նոր պապ ընտրեն։ Ըստ Վատիկանի աղբյուրի, Հռոմի կաթոլիկ եկեղեցու կարդինալները կոնկլավի կհավաքվեն մայիսի 7-ից։ Աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 135 կարդինալներ իրավունք ունեն մասնակցելու կոնկլավին եւ որոշելու, թե ով պետք է լինի Հռոմի եկեղեցու հաջորդ առաջնորդը։ Ֆրանցիսկոս պապի հնարավոր իրավահաջորդներ կան ամբողջ աշխարհից, ամենաուժեղ թեկնածուները Ասիայից, Աֆրիկայից, Հյուսիսային Ամերիկայից ու Եվրոպայից են։